Եղբայրները գումար են տալի։ Ասում են, այս գումարը կտանես, այս կարիքավոր ընտանիքին կտաս։ Ասում է, հա, մտնում տուն, գումարը հանում տեղ դնում է ու մոռանում է։ Անցնում է ժամանակ, այս աղբերը երազատենում, որ եկել է կայարան, պոեզը կանգնած, պոեզի վրա գրած է «Царство небесное», երկնքի արքայություն։ Ոնց է ուրախանում այս աղբերը, շուտ գալիս առաջ, տենում է կոնդուկտորի տեղը կանգնած է հրեշտակ։ Հրեշտակին անունը ասում է, հրեշտակի ձեռը թուղթ տալում է, ասես թերթում է, տետերի պես նայում, անունը գտնում է, ասում է անունդ կա, մտի։ Ազգանուն, հայրանուն, ոչ մի բան պետք չի, անունդ ասում ես, երկինքը արդեն ճանաչում է, կաս, թե չկաս։ Այս աղբերը շուտ նստում է պոեզ, տենում է, էլի մարդիկ կան, ուրախ, մա չեն գնում, մեկ էլ ժողովրդից մեկը ասում է, հրեշտակ ենք սպասում։ Մի հատ էլ հրեշտակ ասում է, վերջի վագոնից գալիս է քայլելով, ասում է, գալիս է, պոեզի մեջի ժողովրդի շորերն աստուգում, շորերը մաքուր է, թե կեղտոտ է։ Այս լսելուց հետո այս աղբերը ուշադիր նայում է վրեն, տենում է, այս ձախ գրպանը կեղտոտ է։ Հրեշտակը թողել է մտնի պոեզ, բայց գրպանը կեղտոտ է։ Հիմա թաշկինակը հանե, էլ սրբում է, ոչ մի ձև կեղտը չի կարող անցկացնի։ Մեկ էլ իրանց վագոնի դուրը բացվում է, ասում է մի հատ հրեշտակ, էլի ահարկու մտավ վագոն, ասում է սաղը սենց պաստոյքից միրնա կանգնեցինք, շորերը ստուգող հրեշտակը երեսին է նայում, դեմքին է նայում, ասում է շորերին չի նայում, թեպետ շորերն է ստուգում։ Տաղի դեմքին նայելով հասավին, ես էլ ասում եմ հենց եմ կանգնեմ, ձախ ոտս այս կողքից կանգնացին, սենց կպցրած լինեմ։ Քիփ կպել եմ իրան, այս բանը գրպանից կեղտը չի երևում, բայց քանի որ այս հրեշտակն շորերին չի նայում, դեմքին է նայում, ասում է նայեց դեմքին, մատուղեց, ասեց, այս ինչ է, ու ցուցատալի գրպանին։ Ասում է, բան չեմ կարող պատասխանեմ, լուր կանգնած եմ, տեսա որ խեղճացա, դառա մի բուր, ասեց դու ժամանակ ունես, մինչև ես հասնեմ առաջի վագոն, ես կեղտը մաքրես ու հետ գաս, դու ժամանակ ունես։ Ասում է, զարթնեցի տեղերից մեջ նստած, զարմացած, դեր ես ինչ կարա լինի, ես ինչ կեղտա գրպանից մեջ։ Հիշում եք գիրքը ասում է, հիշի որտեղից ընկար, իսկ եթե խոնարհվում ես, Տեր ինքն է հիշացնում։ Այս աղբերը խոնարհվեց, Տեր ջան, ասում է, այս ինչ է։ Ու Տերը հիշացրեց, աղբերը ասում է, մի բան սառեցի, հիշեցի, որ մի երևի 2 շաբաթ գումար են տվել ինձ, այդ գումարը տունն էր։ Հասկացա, ասում է, զարթնել եմ, այդ գումարը վերցրել եմ, գնաց առևտուր արել, իր գրպանից առևտուր արել, լավ տեղը տեղին, այդ գումարի վրա էլ իր գումարից հավելացրել, մտել ընտանիք, հոգևորների զղջումով, ներողությունով, այս խեղճ ընտանիքն ասում է, այ եղբայր ջան, sense բան ով է տեսել, համ այսքան գումար ես բերել, համ այսքան պրավիզ ես բերել, ինչ մտել ես, ներողություն, զղջում, ասում է, ինչից եք խաբար, Ժորժ ջան, այսօր այս գումարի պատճառով ինձ պոեզից իջացրել են։ Ինչ պոեզ, ասեց Տերը գիտի, գողությունով մի հատ աղոտ կարին, այս աղբերը հելավ, ու ներսից վկայություն ստացավ, դու նորից մտար պոեզի